Ողջույն սիրելիներս, գնում եմ ընկերուհիներիս հետ ճաշելու, ում համար ճաշելու, ում համար նախաճաշելու, ժամը 12:30 է, հաց չեմ կերել, պետքա գնամ միասին ուտենք, մնացեք մինչև վերջ դիտեք հոլովակը, որ տեսնեք ուր ենք գնացել, ինչ ենք պատվիրել, համեղ էր թե ոչ եւ ինչքան գումար ծախսեցինք։ Պարտաճանաչներով հասել ենք, շուտ ենք էլի եկել։ Սպասում ենք մնացածին, Պապլովոկի այգում նստած ենք։ Ամենաուշացողն է։ Բայց ես ուշացող է։ Ահա։ Եկել ենք Կասկադ Բլանկա, եկել ենք համով սնվելու։ Դեռ ընտրենք վերջացնենք, ցույց կտամ ինչ ենք պատվիրել ու համով թե չէ, ու ինչքան գումար ենք վճարել։ Աղցան ենք պատվիրել, մի հատ ցույց տվեց սառած եսի ինչը չգիտենք։ Այս ինչ որ իրենց մատուցման ձև է երևի, որտեղ ինքը կոնկրետ սառացրեց ինչ որ հատված է։ Մի հատ կտրիկ տեսնենք։ Բուրատանը, սա սերուցքային հատված է եւ լոլիկներն։ Լոլիկի։ Լավ, ես կարող եմ Բայց ուզում եմ այդ կտրենք տեսնենք ինչ է սառացած էլ, ինչ կլինի։ Ֆարսեի մեջ կտրենք։ Սորբետ է ինչ որ։ Ասեք քրեվ տեսնենք ինչ է։ Սպասում ենք վարդի արձագանքի։ Что это? Չեմ լողում ինչ է։ Մի հատ ինձ էլ։ Չի էս ինչ է։ Սորբե։ Ասած է սորբե, բայց ինչի՞։ Հասկացա։ Տոմատ։ Բազիլիկ։ Պեստոյոտ էլ բհամեր կար։ Կանաչ սեթն է, սա սպանախոտ ձվածը, որ ինչ-որ կանաչներ, շնորհակալություն։ Սա մերն է, լասոս, ստեղ կրիվեցկայով օմլետ, բլինչիկի լիստեր, հիմա ուտենք, նյամ։ Կրիվետկան աղեր, բայց համով էր, համեմունքները տեղն էին։ Տայով աղցանի մեջ կար նաև սլիվկայի հատված, որը ըստ ինձ իմ համային բաների բացարձակ չէր սազում, սենց ահավոր կաթոտ սլիվկայի համեր գալիս։ Ընդհանրապես սալատը չէր սազում։ Աղցանի մեջի սորբեն մի տեսակ մենք չհավանեցինք, ոնց որ չգնար աղցանի հետ։ Բայց մնացածը համով էր։ Սաղմոնով, բլինչիկի լիստերով։ Նախաճաշը շատ համով էր, ինձ դուր եկավ։ Կանաչի էր դրած, ահավոր աղի էր, ես չգիտեմ։ Ուտեցինք ուտելը, եթե 10 բալային համակարգով ենք դատում, այսպես ասած, 10-ից 6, մարկա 4, Ես 5 էր։ 5, ես 6, որովհետև մեր լասոսը սաղմոնը շատ համով էր։ Բայց սաղմոնը տանն էր։ Որտեվ սաղմոնը շատ համով էր։ Այսինքն պրինցիպի էդի ոչ մի բանի մեջ չէր մտնում, սաղմոնը առանձին որպես պրոդուկտ էր համով։ Հա, համով էր։ Իրան չէին պատրաստել էլի։ Դե հիմա ինձ դա դուր եկավ շատ, մնացածը ահավոր վատն էր, ահավոր։ Ձվածեղը բացարձակ աղջուներ, կարտոֆիլը աղջուներ, չգիտեմ։ Մեկ է հացն են հավանել աղջիկները։ Այսքանը։ Մենք գտնվում ենք Կասկադի Բլանկայում, որտեղ որ շատ սիրուն է մատուցվում ուտելիքը։ Տեսակ եռաշերտ մետաղի ամաններով, հա, շատ բոմբա, շատ սիրուն է, նորություն է, բայց ուտելիքը բաներից էր այս հումուսը, շատ համով էր, շատ։ Դու կազմեց այսքան հաշիվ, կարծում եմ շատ լավ է 5 հոգու համար, բայց որ համով լիներ, բայց որ համեղ լիներ ուտելիքը, վաբշե բոմբ կլիներ, շնորհակալություն, ստեսյուն։ Սիրելիներս նախաճաշից հետո եկել ենք սալյուտ, աղանդեր փորձելու, ես ընդակարգի մեջ եմ, ուտելու եմ միայն զմերուկ, եթե ունենան իհարկե, ու աղջիկներ տեսնենք ինչ են պատվիրելու, որտեղ այստեղի աղանդերը շատ համով է։ Գնացինք։ Իրա տարերքի մեջ է, եթե ինչ։ Էլ չունի սպիտակ շալվար, ջեման, եթե ինչ, կարող ենք փոխհավաքել ու ջեմային սպիտակ շալվար առնենք։ Մեր ձմերուկը եկավ, կլասե, ամերիկանա, դու ինչ էիր խմում ջեմ։ Ես ոչ մի բան, քանի որ արդեն ձմերուկ եմ։ Ես կովազորո եմ խմում, մի տեսակ սիրտս ուզեց գազիրովկա, կներես իմ ստամոքս։ Արդի կլասիկ միդավիկը, շերտերը նայեք ինչքան լավն են,
Եթե ինձ ստեղ Մարուշի տորթերն են, հենց ու շատ համեղ է, ամեն ինչ։ Պիցայի խմորներն էլ ստեղ լավ է, ես սիրում եմ։ Երջանկություն նորապսակներին։ Մի հատ մեղրով տորթը փորձի։ Շատ համով է, չէ՞։ Շատ լավն է։ Քաղցր ձմերուկ եմ ինջալոց։ Շատ համով։ Ահա բանեն, փող էին ուզում։ Ես հեսա կկիսեմ սա, որտև երկու հատ էր մնացել, բայց ու երեք եղեսկուղ եկել եմ։ Ապրեք ձեզ էլ։ Հիմա կիսեմ, քանի որ երկու հատ է տատիկի մոտ մնացել, իսկ իմ ընկերուհիները երեքն են, պիտի հավասարապես կիսեմ, որ Ես խնդրում եմ այդ կիսումն անես հոգեբանորեն մտածված, քանի որ դու ոչ մի բանը սովորական չես անում։ Հիմա գունային բաժանումով, հատով, քանակով։ 40-ի բան։ Բաչ հոգեբանության հետ կապ չուներ, բայց իմ Դե դու ես հասկանում մասնագիտորեն, մենք չենք հասկանում, դա ոնց կիսես։ լավ, բաշխեմ, որ ճիշտ լինի, հավասար լինի։ Իսկ օրինակ հոգեբանության մեջ գունային ընտրությունը ինչ-որ բան նշանակում է։ Իրականում հա, յուրաքանչյուր գույն ունի իր բացատրությունը։ Դի բաժանումները Կարապալան է 1, 2, 3, 4։ Կարմիր չունի։ Որոշեցի ինքնուրույն մտնեմ Էրենի վլոգի մեջ եւ ասեմ, որ ինքը մեր համար ծաղիկներ օգներ, ես աղջիկներին գտնում։ Էլեն Ապրես ենք եմ։ Բարի մարդ։ Բարի մարդ, դու էլ ինձ նվիրիր ծաղիկ։ Այո, եղեք բարի եւ նվիրեք Էրենին ծաղիկներ։ Ինչքան փոքր բան է, բայց իմ ընկերուհիների ժպիտները հաստատ ավելի Նայեք, լես երջանիկներին։ Փորձեք իրար ուրախացնել։ Կապ չունի, ընկերուհի, մամա, մոր քուրքերի։ Եսի հարցը ունեմ իմ բուժնիկը, որի տեղը դու երբեք չես իմանա։ Խնդրեմ, հաշիվը կազմեց 10,100 դրամ։ Կարծում եմ հարմար գներեն, կարևորը այստեղ աղջիկները համեղ աղանդեր կերան ու շատ քաղցր ձմերուկ։ Ու այսենց երջանիկ ծաղիկներով գնում ենք տուն։ Թե ձեզ դուր է գալիս նման ձևաչափով վիդեոներ, որ գնում ենք ինչ-որ ռեստորաններ, կաֆեներ կամ հետաքրքիր վայրեր, համտեսներ են կատարում, մեր կարծիքով են կիսվում, արժեքների մասին ենք խոսում, ուրեմն մեկնաբանության դաշտում գրեք ուր կուզեք գնանք, ինչ փորձենք եւ արժեքների հետ ձեզ ծանոթացնենք։ Սպասում եմ ձեր լայքերին, սրտիկներին, բաժանորդագրությանը ու մեկնաբանություններին բոլորին։ Պաչիկներ։